Մարմարիկցի 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները արդեն 12-րդ օրն է շարունակվում են։ Փոքրիկի անհետացման լուրը ցնցել է ողջ Հայաստանը, գյուղ բերել հարյուրավոր փրկարարների, ոստիկանների ու կամավորների։ Փոքրիկի հայտնաբերման գործում շատերն են փորձում իրենց ներդրումը ունենալ։ Թեմային անդրադարձել է նաև պայծառատես Նարինե Մկրդումյանը Նոյան Տապան մամուլի սրահում։ Նա խոսել է իր ունեցած տեսլականների ու ճնշումների մասին։ Երբ ծնողն ինձ հաստատեց, ես միանգամից տեսա երեխան ում մոտ է եղել, ով աղմուկը չի լսել, ինչ հանգամանքներում է գտնվել, ես անգամ սեռն եմ նշել, ասում է պայծառատեսը։ Նա պնդում է, որ հենց սկզբից տեսել է երեխան ում մոտ է եղել։ Ճիշտն ասած, մենք ուզում էինք գնալ այդ շրջանը, բայց արգելված էր վերևներից։ Ես ինչ իրավունք ունեմ գնամ, մտնեմ, տեսնեմ ում մոտ է։ Տեսնում եմ, բայց չեմ կարող մտնել նրա տունն ու սկսել տեսիլքով թե այլ կերպ ազատել նրան։ Իսկ թե ովքեր են եղել Տիգրանին պահողները, պայծառատեսը հուշում է, որ դրանք կանայք են։ Նա վստահ է, որ տեսել է նաև ինչպես են պահել, որտեղ են պահել, սակայն նրա տեղեկությունների տարածումը սահմանափակվել է։ Նա ակնարկել է, որ ավել ասել չի կարող վերևներից տրված արգելքի պատճառով։ Պայծառատեսը չի նշում կոնկրետ անուններ կամ հաստատություններ, սակայն ակնարկն այն է, որ իրենք էքստրասենսների խումբը կամ պայծառատեսները չունեն իրավական կամ ֆիզիկական հնարավորություն միջամտելու առանց համապատասխան հաստատման։ Երեխայի գետն ընկնելու վարկածը շատերն են հերքում։ Հարակից խանութների և տների տեսախցիկները ևս չեն արձանագրել երեխայի գետն ընկնելու պահը։ Չկա ոչ մի կադր, որտեղ Տիգրանը մոտենում է գետին։ Այս հանգամանքը միայն խորացնում է կասկածները։ Ծնողները կասկածում են հենց այդ տարբերակին։ Տիգրանի մայրը մի քանի անգամ հստակ ասել է՝ իմ երեխան չէր կարող գետն ընկնել։ Նա այդքան ինքնուրույն չէր, նա վատ էր քայլում։ Ես զգում եմ, նա չի ընկել գետը։ Այս համոզմունքը կիսում են նաև գյուղի բնակիչները, որոնք վստահ են, որ եթե երեխան գետն ընկներ, գոնե մեկը կհասցներ նկատել։ Տարածքում հնչում են վարկածներ, թե հնարավոր է երեխային առևանգել են և դուրս հանել գյուղից։ Ավելին, կան վկայություններ, որ դեպքից անմիջապես հետո մի քանի մեքենաներ արագ լքել են գյուղը, սակայն այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։ Հետաքննությունը շարունակվում է, որոնողական աշխատանքները չեն դադարել, սակայն ամեն օր, որն անցնում է առանց որևէ տեղեկության, ավելի է խորացնում ծնողների, հարազատների ու ամբողջ ժողովրդի ցավը։ Նշենք, որ փոքրիկ Տիգրանի անհետացման դեպքին երեկ անդրադարձել էր նաև հայտնի աստղահոգեբան Լյուսիա Հակոբյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում էր արել, անդրադառնալով ողջ հանրության ուշադրությունը իր վրա սևեռած փոքրիկ Տիգրանի անհետացման դեպքին։ Անտաղանդ, ինքնակոչ կայքեր, ամոթ ունեցեք, հերիք է հիմարություններով հաստատվեք, ով ինչ ասեց, ֆանտազիա է, սուտ ու երևակայություն, ֆեյսբուքյան իր էջում գրել էր Լյուսիա Հակոբյանը։ Վերջինս նաև օրեր առաջ էր գրառում կատարել ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով փոքրիկի անհետացման դեպքին։ Հերիք է բոլորը ձեզ դնեք պայծառատեսի, էքստրասենսի, կրիմինալիստի տեղ, լրագրողներ, անհիմն տեղեկություն մի տարածեք, ծնողներին ցավ եք պատճառում, գրել էր նա։ Լրատվամիջոցները շարունակում են այցելել գյուղ, տեղում ծանոթանալ իրականացվող աշխատանքներին։ Գյուղում ոչ մի նոր վարկած չկա, դեռ գետի վրա են կասկածում։ Որոնողական աշխատանքները շարունակվում են գետում, որ հայտնաբերեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է գյուղի բնակիչներից մեկը։ Նա նշել է, որ դեպքի օրը երեխային ինքը չի տեսել։ Մինչ այս պահը ոչ մի հստակ բան չգիտեն, գետի հույսով են դեռ, ու փորձում են հայտնաբերել թեկուզ և հետք, որ հանգստացնեն ժողովրդին, քանի որ մինչ փոքրիկը չհայտնաբերվի, ոչ ոք հանգիստ չի նստելու։ Անդրադառնալով առևանգման վարկածին, բնակիչը նշում է, որ քանի որ 10 օր է չեն գտնում երեխային գետում, իրենց մտքին էլ արդեն այդ վարկածն է գալիս։ Առաջին անգամ ենք լսում, որ մեր գյուղից երեխա գողանան, բայց եթե ջրում հետք չեն գտնում, մարդ ենք, ամեն բան էլ կարող ենք եզրակացնել, նշել է նա։ Մարմարիկի բնակիչը նաև տեղեկացրել է, որ մինչ այս պահը գետն ընկած քաղաքացիներին միշտ կարողացել են հայտնաբերել և նման բան դեռ չի եղել, որ գետն ընկնեն ու չհայտնաբերվեն, կամ որ ավելի սարսափելի է գյուղից մարդ գողանան։
Մարզային փրկարարական վարչության պետն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ 12-րդ օրն է արդեն ու հավանական է, որ արդեն աղբյուրակի ջրամբարում կկարողանան ինչ-որ արդյունքի հասնել։ Նրա խոսքով բնակավայրում ինչքան շենք-շինություններ, հարակից տարածքներ կամ փրկարարները ներկա պահին ինտենսիվ ձևով այնտեղ են իրականացնում որոնողական աշխատանքներ։ Փրկարարների աշխատանքը դժվարացնում են տեղացած հորդառատ անձրևները, բայց չնայած դրան աշխատանքները շարունակվում են։ Վաղ առավոտից, ինչպես ամեն առավոտ, փրկարարները Մարմարիկ բնակավայրից մոտ 15 կիլոմետր դեպի ջրամբար իրականացնում են ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքներ։ Ցանկացած կասկածելի իր անմիջապես նկարահանում են ու հարազատների հետ կապի մեջ են լինում, որպեսզի ինչ-որ գոնե նմուշ մի հետք կարողանան գտնել, որ հասկանան արդյոք երեխան գետում է, թե ոչ։ Մարզային փրկարարական վարչության պետը նաև տեղեկացրել է, որ գետի հատակը տեսանկարահանել են, բայց ջուրը քանի որ պղտոր է և շառավիղը մի քիչ փոքր է, դա նույնպես որոշակի չափով խանգարել է իրականացվող աշխատանքներին։ Նրա խոսքով ներկա պահին էլ կրկին հրավիրել են աշխատակցին, որ նորից նկարահանման գործողություններ իրականացնեն։ Անդրադառնալով շրջանառվող վարկածներին նա նշում է, որ շատ վարկածներ են ներքաշում, բոլոր վարկածները ստուգվում են ոստիկանության ծառայողների կողմից, փրկարարների կողմից, բոլոր վարկածները հետաքրքրում են իրենց։ Նշում է, որ առավել շատ կենտրոնացել են գետի վրա, քանի որ իրենց տունը գետին շատ մոտ է և հավանական տարբերակ կա, որ փոքրիկը գետն ընկած լինի, բայց չնայած դրան բոլոր վարկածները հաշվի առնելով, իրենց գործընկերները բոլոր վարկածները հերթով ստուգում են։ Դիտարկմանը իսկ անտառում ստուգումներ իրականացվել են, քանի որ այն ևս մոտ է տանը, ՓԾ վարչության պետը նշել է, որ անտառում որոնողական աշխատանքներ ևս իրականացվում են ու առաջին իսկ օրվանից մինչ այս պահը որևէ տեղում որևէ հետք դեռևս չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ Մարմարիկ գյուղում արդեն 12 օր է չեն գտնում անհետ կորած փոքրիկ Տիգրանին։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին, աղջկան և տղային տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետնն է ընկել։